Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանը, բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քիչ առաջ պայմանավորվեցինք մեր զրույցը բաժանենք 3 մասի, քարոզարշավի մեկնարկը այսօր տրված է, մենք տեսնում ենք, որ արդեն տարբեր շրջաններում եւ տեղերում են ընտրության մասնակից ուժերը, երկրորդ մասում խոսենք այս գագաթնաժողովի մասին, որ տեղի ունեցավ Հայաստանում, ինչ տվեց մեզ եւ կամփոփենք, ինչպես որ պայմանավորվել ենք անցած շաբաթ, որ կհանդիպենք դրանից հետո, եւ նաեւ այս գիշեր նոր լարվածություն է առաջ եկել Իրանի շուրջ եւ ոչ միայն, եւ նաեւ կխոսենք դրա մասին։ Սկսենք քարոզարշավից, հիշում եք, սկսենք այս ընտրություններից, հիշում եք, որ Նիկոլա ասում էր ինքը իմ տպավորությամբ 2 գլխավոր մրցակից կամ 3 գլխավոր մրցակից է տեսնում, որտեղ եռագլուխ պատերազմի Նիկոլը, ճիշտ ասած ավելի ճիշտ քառագլուխ պատերազմի Նիկոլը անդադ թիրախավորել է իրականում Հայաստանի Հանրապետության բարեկեցություն, շենացում եւ անկախություն եւ անվտանգություն ապահովող այդ ուժերին է թիրախավորել, որտեղ նրանց գլխին հիմնական Սամվել Կարապետյան, հատկապես Ռոբերտ Քոչարյանն է, ում ժամանակ իրական եղել է բարգավաճում եւ աճ եւ զարգացում տնտեսական եւ նաեւ անվտանգություն եւ խաղաղություն։ Իդեպ քիչ առաջ է դրա մասին խոսում, շատ ուշացած է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին եւ թիմին եւ PR-ով զբաղվողներին եմ ասում, նրանք ովքեր 15-20 տարի զբաղվել են, շատ լավ ֆիլմ է Ռոբերտ Քոչարյանի մասին, չեմ հասցրել եք դիտել։ Շատ լավ ֆիլմ է, շատ մանրամասն ներկայացնում է, սկսած նրանից, որ այս թրքաբարոններն ու արյան թուրք անցիկ, որ ինչ-որ բաներ էին ասում, սկսած ընտանիքից, անցած ճանապարհից, չնայած ես կարծում եմ, որ 10 ֆիլմեր այդպես լինի, դա բավարար չի, որտեղ շատ հարուստ եւ հագեցած ճանապարհ է անցել, պատվարժան ընտանիքի հայ, պատվարժան ընտանիքի զավակ Ռոբերտ Քոչարյանը, այդպես բան ներկայացնում է, դե գիտեք ինչ, միշտ մտածում են, դե ոչինչ մենք չենք կարող անել, ինքն էլ չնայած խոսեց Ռոբերտ Քոչարյանը դրա մասին, որ ինչ որ մի պահի փորձեցի, հետո ընդհանրապես չարձագանքեցի, շատ սխալ եւ շատ մեծագույն սխալն է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմի, որ դրան ոչ թե պիտի պատասխան տրվեր, այլ դրա դիմաց պիտի այսպիսի ֆիլմեր տրվեր, ճշմարտությունը ներկայացնել, իսկ այստեղ հատ ներկայացում է, ինչ փայլուն հարաբերություններ է եղել Ֆրանսիայի հետ։ Ճիշտ ասած ինքն էլ երևի ճիշտ էր, մտածում է դե այդ ամեն ինչ այնքան տեսանելի է եղել։ Տեսան չէ, ուրիշ չէ, 15 տարի երբ որ ինքը իշխանության չէ, կոնկրետ տեսնում էր, չէ, որ կազմակերպված ինչ որ թիմեր, թուրքերն ու ներսի ինչ որ թիմեր իրար դեմ արշավ են անում, բայց այս ժամանակ թողնել մտածել է, որ դա տեսանելի է, խելքը նրա զոհաբերման եւ Հայաստանի ոչնչացման ու մեր ինքնության ոչնչացման նպատակով է արվել, որևէ մեկի մտքով չէ, ես կարծում եմ թուրքերը դա եւ հավաքական արևմուտքը այդ նպատակով էր անում, որպեսզի ոչնչացնի Արցախը եւ Հայաստանը, որովհետեւ երբ որ դու ուժեղ ու կարող ուժերին այդպես ոչնչացնում ես, դաշտը բացվում է եւ դու հանգիստ մտնում ես, բայց ներսի ուժերը վախ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը կգա նորից իշխանության, իսկ իրենք այդ երիտասարդները մտածում են իրենք պետք է գային իշխանության ու պահային, բայց իրենք չխորքային, բայց մեծ հաշվով իրենց արասներ ստացվեցին, երբ որ դու քո ուժերին այդպես թիրախավորում ես, բնականաբար դու ինքդ էլ դռները բացում ես, որ գա նաեւ քո վրայով անցնեն, որտեղ քո հայրենիքի վրայով անցնում են, հաստատվում են այդտեղ նաեւ քո վրայով են ասում, սրա մասին է, բայց այդ փուլում չպետք է հանգիստ նստել, իրավունք չունեն Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմը հանգիստ նստել եւ այն հիմա որ ներկայացնում են, որ ասում են դե Իրանից պիտի վախ բան անենք, զգուշավոր լինենք, որովհետեւ Ամերիկային դուրս չգա, կոնկրետ ասում, Ամերիկային դուրս չի եկել, Ամերիկան ասել է գազատարը մի բացի, Իրանի հետ այսպիսի հարաբերություն դրան հակառակ հաստատել է փայլուն հարաբերություն, բայց այնքան խելք է ունեցել, Միացյալ Նահանգների հետ էլ ունեցել այդպիսի փայլուն հարաբերություններ, Ֆրանսիայի հետ կապված, որ հիմա այս թշվառները, երկու թշվածներ, ասում եք եւ անամոթ Մակրոնը, անամոթաբար ասում է, այսպիսի բան երբեք չի եղել, ոչ չի եղել, փայլուն հարաբերություններ, ել չեմ ասում, որ Ջունիկը այդ տարիներին արտգործնախարարությունում կարա երևի եթե
եթե չթույլ տա, Ջյունիկը երևի 3 ժամ միայն կներկայացնի, թե ինչ հարաբերություններ է եղել այդտեղ, բայց դա պետք է ասվեր, չէ՞ դի ժողովրդին ներկայացել, ոչ թե հիմա ուշացումով գալ ասել, որ Ժակ Շիրակի հետ այնպիսի ընկերային հարաբերություններ ա եղել։ Իմիջիայլոց ես ասեմ Ֆրանսիայի հետ հարաբերությունը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է այդպիսի փայլուն հարաբերություններ եղել։ Այնպիսի հարաբերություններ, եւ դուք տեսաք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ եկավ նախագահը, Օլանդը եկավ, չէ՞, 100 Այո, եկել են Հայաստան եւ դրա մասին պիտի խոսել, որ թույլ չտար, որ այս ակլորները, թրջվածները այսպես ներկայացնեն։ Ավելին, այնպիսի հարաբերություն է եղել, որ պայմանավորվել է նախագահի հետ, մեծ ներդրումներ են արել Ֆրանսիայից այստեղ։ Էլ չեմ ասում Ռուսաստանի նախագահի հետ ինչպիսի հարաբերություններ է եղել, չնայած հիմա ամենամեծ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, այն որ ինքնիշխանությունից է խոսում են թափթփուկը, փողոցից եկած բոմժը, ամենամեծ կախվածությունը ձեր չսիրած, իբրև թե չսիրած Ռուսաստանից եղել է հենց ձեր ժամանակ, ամենամեծ կախվածությունը հենց հիմա դուք ունեք եւ ամեն շատ դուք եք վախեցած ու լավ արեց Սամվել Կարապետյանն ասեց, ասեց դե միած ստորագրեք դուրս եկեք։ Չէ, բա որտես խոսում եք, հապկի հետ կապ, միած ստորագրեք, դե տղայի գնացեք միած ստորագրեք ու դուրս եք, ստորագրեիք ու դուրս գայք, ես կամ ժողովրդին մոլորության մեջ եք գցել, թե իբրև թե բաներ, մեր թշնամի են, չգիտեմ ինչ են, ինչև է, հիմա սկսվել է, միջև հիմա Ջյունիկ ասում էր, դե խոսի, Սամվել, դե խոսի, հա խոսեց, ես ինքնավորն եմ, ժամը 1-5 րոպեն 1 ուղիղ եթեր էր դուրս գալիս, խնդրեմ Տիկին Աղաջանյան, ինչ տպավորություն ստացաք այդ Նախ հարցանագրենք, որ այս նախընտրական պայքարը շատ վաղուց է սկսել եւ այս իշխանությունը դեռ անցյալ տարվա, ես կասեի 2024-ից, հա, ակտիվորեն ձեռնամուխ էին եղել այդ պայքարին, որտեվ ըստ բոլոր ընկալումներին 25 թվականի ենթադրում էին, որ պիտի արտահերթ ընտրություններ անեն, բայց ծրագրերը իրանց ուզածով չգնաց։ Հիմա ուրախ եմ, որ առաջինը ավելի ներքաղաքական դաշտը զտվում է, հա, այդ հստակ բևեռների ձևավորումը եւ հանրության համար շատ ավելի ընկալելի է եւ մենք խոսում ենք փաստացիորեն 3 մեծ ուժերի մասին եւ ամեն մեկը իր հետ բերում է թե իր ծրագրային եւ գաղափարային մոտեցումները բերում է նաև իր ընտրազանգվածը եւ այստեղ կարեւոր է որ այդ 3-ի համար էլ այս իշխանությունների վերարտադրությունը հավասարապես ընկալելի է որպես մեր ազգի ու պետության ոչնչացում այսինքն եւ իրենք դրա մասին հստակ արտահայտում են ինչը շատ էական է որտեւ այդ հիմնարար սկզբունքն է այդ միասնականության հենքը որովհետեւ հետո դու տնտեսական զարգացման առումով մի ծրագիր ավել մի ծրագիր պակաս կարող ես անել բայց երբ որ դու քո ազգի ինքնության եւ նրա հենասյուների պահպանման տեսակետից նույնական դիրքերից ես հանդես գալիս այս պարագայում արդեն մարդկանց համար շատ ավելի հեշտ է հասկանալ ում կողմնորոշվեն եւ ինչպես շարժվեն այսինքն այս 3-ի առումով իրենք մի դաշտում մի ճակատում են այսպես ասած պայքարում բայց պայքարում են ընդդեմ այս ադրբեջանա-թուրքական դրածո իշխանության եւ այս ընկալումը ել ավելի է զտվում հանրության շրջանում որը շատ կարեւոր է մենք այս վերջի մի քանի տարիների ընթացքում անդադ ասում ենք լավ է ժողովուրդը չի հասկանում այսինքն սա ցույց է տալիս որ ի վերջո ժողովրդի աչքերը սկսել է բացվել նրանց ընկալումը բուն խնդիրների երևույթների եւ դրանց իրական պատճառների առումով շատ ավելի հստակեցվել է իրենց մտքում եւ իրենք հասկացել են իրականում ում հետ գործ ունեն եւ նաեւ ես ասեմ մենք խոսենք դրա մասին իհարկե որ այս վերջի գագաթաժողովը ինձ թվում է իրենց ավելի վնասեց քան օգնեց քանի որ բացահայտեց իրական այն ծրագրերը, որով սրանք բերվել են եւ այսպես ինքնախոստովանական ցուցմունքների որոշակի շարք էր, որի մասին մենք կխոսենք։ Այս առումով ես շատ ուրախ եմ, որ նախ կոնկրետ թեմաների վերաբերյալ եւ այստեղ թեմաների տաբու գոյություն չունի որևէ մեկի համար։ Մենք տեսնում ենք թե պարոն Կարապետյանի, թե երկրորդ նախագահի առումով կապ չունի որտեղ են գտնվում, ով է հարց տալիս, ինչպիսի հարց է, մարդիկ ոչ միայն իրենք բովանդակային առումով տիրապետում են խնդիրներին, այլև իրենք շատ հստակ պատկերացնում են այն միջոցները եւ գործիքակազմը, որով այդ առկա խնդիրների լուծումը պիտի իրականացվի։ Դա շատ էական է, որովհետեւ մենք այդ Աստված տա իրոք ընտրություններով մենք կարողանանք սահուն այդ փոփոխությունը
իրականացնել, դա հենց հետո այսպես ժամանակի վրա ենք աշխատելու, որովհետև մենք գործ ունենք, ոնց ասեց երկրորդ նախագահը, ասեց 5 ամիս հետո նախ պատերազմ չի լինելու, երկուսն էլ ասեցին պատերազմ չի լինելու, պատերազմի արքան Նիկոլն է, քառագլուխ պատերազմի հեղինակը Նիկոլն է։ Եվ ես այստեղ բազմիցս ասել եմ, նորից եմ կրկնում, որ 44 օրյա պատերազմը հստակ ծրագրված, կազմակերպված պատերազմ էր իր պարտությամբ, այսինքն եւ պատերազմներ կազմակերպված եւ պարտություններ կազմակերպված, եւ դա այդ հստակ ծրագրի մասն էր, որի մասին ակնարկեցին թե Մակրոնը, թե Ֆոն դեր Լայենը, այսինքն այստեղ մենք փաստացիորեն ունեցանք այդ որ ինքնախոստովանություն ասում եմ դրա հետ կապված դրվագներ եւ մեր ժողովրդի համար պիտի հասկանալնի ես ելի եմ նշել որ Ալիևը երբեք արկածախնդրության չի գնա երբեք Հայաստանի հանդեպ որևէ գործողություն չի իրականացնի մինչեւ 200% վստահ չլինի որ իր քայլերը ուղղակի անպատասխան են մնալու Եվ դիմացից ինքը հակահարված չի ստանալու։ Այսինքն սա այն բանաձևն է, որով նա աշխատել է եւ դա եղել է նաեւ 44 օրյայի սկսելու բանաձևը, որտեղ նա խոստացված է եղել, որ ինքը Արցախը ստանալու է։ Այլ խնդիր, որ մեր ժողովրդին խաբեցին, այլ խնդիր, որ նաեւ մեր դաշնակցին խաբեցին, բայց արդեն այդ գլոբալ ծրագրի մաս էր կազմում։ Հիմա ես շատ ուրախ եմ, որ այսինքն ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք այդ ծրագրային քննարկումները, դաշտ նետվող կեղծ թեզերի ուղղակի ոչնչացումը ուժերի կողմից, այսինքն նրանք չեն թողնում, որ անգամ այդ թեզերը ինչ որ ժամանակ պտտվեն հանրության մեջ, իրենք հասկացել են, որ այստեղ այդ հիբրիդային պատերազմը իրենց դեմ ուղղվում է այդ գլոբալ ուժերի ղեկավարմամբ եւ այսպես ասած Եվրամիության գործիքակազմով։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ այդ հրատապությունը քայլերի երկու թիմերի կողմում էլ զգացվում է եւ իրենք հասկանում են, որ ոչ մի բաց չպիտի թողնել այս առումով, որ հանգար ժողովրդի մտքի մեջ ինչ-որ սխալ թյուր պատկերացում չառաջանա եւ այս իշխանությունը հնարավորություն չունենան կարճելու այդ խոցից ու փորձեն դրանով ինչ-որ հանրային տրամադրություններ փոխել։ Երկրորդ խնդիրը, որ իրենք շատ հստակ բացատրում են, որ սեփական դաշնակիցներից չի կարելի հրաժարվել, հատկապես այն դաշնակիցներից, որոնք տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում միայն դրական եւ առաջընթաց են բերել մեր երկրին։ Այսինքն այս առումով մենք պիտի հասկանանք, որ գոնե վերջի 200 տարվա ընթացքում մենք ունեցել ենք հստակ երկու թշնամի, մեկը Թուրքիան, մեկը Ադրբեջանը։ Բոլոր մնացածները իրենց լավ ու վատ կողմերով 200 տարի առաջ Ադրբեջանը չկար, 130 տարի Ադրբեջանը 200 տարվա ընթացքում Այսինքն երկու թշնամի ենք միայն ունեցել եւ մնացած պարագաներում մենք ճիշտ է ունեցել ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, սայթակումներով, սխալներով, բայց ընդհանուր երբ որ նայում ենք տեսլականի առումով, ընդհանուր նայում ենք անցած ճանապարհի առումով, մեր ժողովրդի այստեղ կրկին այսպես ինքնածաղկումը, բարգավաճումը, ոտքի կանգնելը, ապահովության եւ անվտանգության զգացումը, սեփական ժողովրդի քաղաքակրթական արժեքները պահպանելուն ուղղված գործողությունների իրականացումը եղել է ի վերջո նույն ռուսական հովանու ներքո եւ նույն իրանական, այսպես ասած, չեզոք դիրքորոշման եւ բարեկամական ու չեզոք դիրքորոշման ու պահվածքի արդյունքում։ Իսկ բարեկամներ հեշտ չի ձեռք բերել այսօրվա աշխարհում։ Էլ ավելի բարդ է դաշնակիցներ ձեռք բերել։ Իսկ եղածը կորցնելը շատ հեշտ է, բայց մենք տեսնում ենք, որ անգամ այս դաշնակիցները հասկանալով մեր ժողովրդի իրական էությունը, մոտեցումներն ու վերաբերմունքը, իրենք դժվարությամբ են գնում այդ կապերը խզելու քայլերին եւ մինչեւ վերջի այսպես հույսը տածում են, որ փոփոխությունը կլինի եւ ի վերջո հայը հայավարի եւ հայեցի կերպով իրեն կպահի եւ իր պետությունը կպահի, որը կնշանակի, այստեղ նշել եմ ելի մի անգամ, ուզում եմ շեշտել, այս տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն հնարավոր է բացառապես հզոր անվտանգ եւ կայուն Հայաստանի գոյությամբ։ Հայաստանը այն երաշխիքն է, որ այդ
բսկտման առանցքները չեն կարող գործել։ Արցախը հանեցին, Հայաստանում դրեցին իշխանություն, որը սկսեց այդ խաղերը տալ, մենք տեսնում ենք ամբողջ մերձավոր արևելքում ինչպիսի վիճակ է եւ մեր նաեւ հյուսիսային ու հարավային հարևանների հետ կապված ինչպիսի վիճակ է, դրա հեռահար նպատակներով դեպի ուրեմն Չինաստան եւ ել ավելի տարածվելով։ Այսա մասին մենք կխոսենք ընտրություններից հետո, երբ որ մենք ավելի հանգիստ կլինենք, որ մեր իշխանության ղեկին նստած են ազգային եւ պետականամետ գործիչներ եւ նրանք թույլ չեն տալու մեր հայրենիքի միլիմետրը անգամ սակարկման ենթարկվի եւ այս պարագայում արդեն մենք կզբաղվենք արդեն այդ փչացած ավերված ոլորտները, ուղղությունները, ինքնությունը ի վերջո խոցված ինքնությունը վերականգնելու գործով։ Այս այցը Մակրոնը ինչ վտանգավորում։ Մի բան շեշտեմ ընտրությունների հետ կապված, մենք շատ կարևոր է նորից կոչ եմ անում մեր այս թիմերին մարզերի հետ աշխատել, գյուղերի հետ աշխատել։ Շատ կարևոր է, որովհետև մարդիկ ոչ միայն տեղեկատվական կարոտ ունեն, պակաս ունեն, նաև նորմալ մարդկային վերաբերմունքի եւ իրենց խնդիրների անմիջական բացատրելու կարիք ունեն, որ իրենց համար պատկերը հասկանալի լինի։ Ես վստահում եմ մեր ժողովրդի ներքին իմաստությանը, իհարկե մենք ունենք բնականաբար որոշակի տոկոս, որը անհույս կորսվածների շարքից է, բայց իր գերակայության մեջ մեր ժողովուրդը ի վերջո իր դատողությամբ ցույց է տալիս, որ խելացի ընտրությունը ինքը կարողանում է